տրամաբանություն փնտրել այս գործողությունների մեջ, օրինակ շատերը sense են անում։ Հիմա Փաշինյանը երևի արդեն մի շաբաթից գնալու է Էջմիածնի վրա։ Հələ չեն հասկանում, որ Փաշինյանը վաղուց արդեն գնացել է Էջմիածնի վրա։ Միքայել Սրբազանը բանտում է, Բագրատ Սրբազանը բանտում է, հետո Արագածոտնի թեմի առաջնորդը արդեն բանտում է, հոգեորականներին բեման են ենթարկե։ Ես մեկին ճանաչում եմ, այս Արագածոտնի թեմից մարդ չեմ ճանաչում անկեղծ, բայց ճանաչում եմ Տեր Վրթանեսին։ Տեր Վրթանես Բաղալյանը 15 տարի Օձունի հոգևոր հովիվն է եղել։ Իմ մեր մարզում Վանաձորում էլ հոգևոր շատ կարքին հոգևորական։ Սկզբից դուցում է հոգևորական եղել, ինչքանով որ հիշում եմ, մեր տանը իրար հետ հաց ենք կերել, որ դուցից գալիս էր քաղաք, հիշում եմ, հորս հետ է մոտիկ։ Մեր ընտանիքի հետ հարազատ մարդ է։ Երկար ժամանակա չեմ էլ տեսել Տեր Վրթանեսին։ Երեք տեսնեմ Տեր Վրթանեսին էլ բերմա ենթարկի։ Մեսի մի հատ սենց զուլալ, ազնիվ, սենց որ մաքուր անբիծ հոգեորականներից։ Ես 2.5 տարի գեդինը չեք մտնում, ես պրոստը չգիտեմ, որքանով որ իմացա, ոնց որ գիշերը հա փորձում էի ճշտեմ, այս պայն չունեմ ինֆորմացիա, հույս ունեմ բաց են թողել, դե բավականին մարդկանց բաց թողեցին, որ 3 մարդու են կալանքի տարել։ Բայց այս պահվածքը գասախ թեմի հոգեորականներին բերման ենթարկես, բացի Իոնիսյանի մատնագիրը ներկայացնողի հիմքերից, Տեր Արամից, սա ինչ է։